Карабахская победа была подвигом старшего поколения армянских воинов-освободителей. Этот подвиг сегодня продолжают молодые солдаты и офицеры, которые охраняют рубежи Армении и Карабаха. Они дают достойный отпор врагу, когда тот пытается посягнуть на эту победу. Հայրենիքը պաշտպանել, ընտանիքը պաշտպանել դա սուրբ գործ է, որը պիտի բոլոր հայ ազգի ներկայացուցիչները այդպես մտածեն։ Կապիտան Սարգիս Ստեփանյան, նա Արցախյան ազատագրական բանակի հերոսների նոր սերնդից է։ Սարգիսը սխրանք գործեց մարտի դաշտում։ Սխրանք եղավ նաև նրա հետագա կյանքը։ Թշնամու արգից կորցնելով ձեռքն ու երկու ոտքը, նա ոչ միայն ապրեց, այլև չհանձնվեց ճակատագրին եւ իրականացրեց թերևս անհնարինը։ Շարք վերադարձավ, բանակ վերադարձավ հատուկ նշանակության ջոկատ։ Մենք այսօր կարող ենք հպարտություն ապրել, որ մեր հաջորդի ամբողջ պատմությամբ մեզ անցած ռազմական տեսության իմացության, ռազմական ներուժի շնորհիվ մեր հերոսների ուրեմն օրինակները շարունակական են։ Когда воин-доброволец Ваник Степанян сражался за свободу Карабаха и в 94-м праздновал победу, мог ли он знать, что спустя 2 десятилетия именно его сын Саркис будет стоять на страже этой свободы? Նա չէր կարող չշարունակել, որովհետև նա իր հոր որդին է եւ հայրն էլ Արցախյան գոյապայքարի անձնավորություններից է եւ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ միասին անցել է մի ամբողջ ճանապարհ Արցախյան գոյապայքարի ընթացքում։ Հայրս եղել է Սասունցի Դավիթ ջոկատից, պատերազմի ժամանակ եղել է Արցախում, մինչև պատերազմի ավարտը մասնակցել է պատերազմին։ Սարգիս Ստեփանյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, բայց մանկությունն անցել է պայքարի ելած Արցախում։ Շուշիի ազատագրումից հետո հայրն իր ընտանիքին այստեղ բերեց։ Վանիկն ուզում էր ցույց տալ, որ ինքը եւ մարտական ընկերները հայրենի հողը թշնամուն հետ չեն տա, որ սա իրենց տունն է, որի համար իրենք կկռվեն մինչև վերջին շունչը, որ իրենց, ինչպես եւ ամբողջ հայ ժողովրդի համար, այլ ճանապարհ չկա հաղթանակից բացի։ 91 թվականին, որ մենք կոմանդոսի հետ 7 հոգով իջել ենք Մարտակերտի շրջան Քոլատակում վերտալյոտով իջել ենք ու այդ ժամանակվանից մենք սկսել ենք արդեն այնտեղ գործողություններ կատարել։ Ես իմ ընտանիքը բերեցի, կինս էր, Սարգիսն էր, տղաս էր, այդ ընտանիքով ապրում էինք Շուշի, ապրում էինք այդ տունը, ընտանիքը մեր հետ պետք է, որ մենք կարողանանք կռվենք, մեր ընտանիքը մեր հետ որելավ ավելի լավ կլինի, այդ միշտ էդի ասում ենք։ Տեսել եմ, դաստիարակվել եմ, ծնողս պատերազմա գնաց, տեսել եմ, առաջացել է բոլորը դրանից։ Երեխեքը Սաքոնդը արդեն 9 տարեկան տղա էր, 9 տարեկան, 10 տարեկան տղա էր այդ ժամանակ, 10 տարեկան տղա էր, ու ինքը իր մեջ արդեն ոգևորվածություն ուներ, ինքը մեծ տղաս, իմիջայլոս մեծ տղաս էլ բրիգադում, Մանվելի բրիգադում, Մարտակերտի օպերացիայի ժամանակ ինքն էլ պատերազմի մասնակից է։ Это был первый урок патриотизма для маленького Саркиса. Мог ли он, сын воина-освободителя, живущий в прифронтовом городе, мечтать об ином будущем для себя? Его выбор был сделан. Быть сильным и отважным, как отец. Быть защитником своей земли и народа. Դեռ փոքր տարիքից, երբ ես տեսել եմ իմ ծնողը երբ մասնակցել է պատերազմին, դա արդեն ինձ պարտավորվածություն էին մեջ ստեղծել, որ ես էլ որ պետք է մեծանամ եւ մասնակցեմ իմ հայրենիքի պաշտպանության գործին։ Պատերազմից հետո, երբ Ղարաբաղի ազատությունը պաշտպանված էր, Ստեփանյանների ընտանիքը վերադարձավ Հայաստան, բայց Սարգսի հոգում իմասնիկը մնացել էր Արցախում։ Այդ երկիրը նաև իր պապերի հողն էր։ Սարգսի մայրը Ղարաբաղցի էր, ծնունդով Մարտակերտից։ Մամաս Կճողոտ գյուղից է եղել Մարտակերտի, բայց ինքը ուսանողական տարիները անցկացրել է Երևանում։ Հայրիկիս հետ ստեղ եմ ծանոթացել, ամուսնացել։ Ղարաբաղը սիրել եմ, հիմա էլ եմ շատ սիրում, շատ հարազատ վայր է։
Երբ Սարգիսն ավարտեց Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցը, եկավ ընդունվելու Արցախի պետական համալսարան։ Պատահական չէր ֆիզիկական կուլտուրայի եւ նախնական զինվորական պատրաստվածության ֆակուլտետի ընտրությունը։ Նա պատրաստվում էր զինվորական դառնալ։ Այստեղ էլ ամուսնացավ Ստեփանակերտցի աղջկա Արմինեի հետ, իր արմատները հաստատելով Արցախում։ Կինս նույնպես Արցախից է։ Հաճախակի են գնում Արցախ, տղաներս հաճախակի են գնում Արցախ։ Մեծ տղաս Վարդանը դեռ 3.5 տարեկան ժամանակ պապիկի հետ, Վանիկի պապիկի հետ գնացել է Արցախ, ու այդ տարիքում, ինքը փոքր տարիքում բարձրացել է 26 դիրքը ոտքով, պապիկի ուսերին, բարձրացել է այդ տարիքում դիրքը։ Փոքր տղա Սերգեն հիմա ունի Արցախում ընկերուհի, հաճախակի խոսում են իրար հետ։ Знал ли 13-летний Саркис, придя в секцию тяжелой атлетики, что спорт не просто укрепит его тело и дух? В тренировках и соревнованиях крепли его воля и мужество, воспитывался дух будущего воина и победителя. Սպորտը ինձ տվել է ուժ, եռանդ, ամենակարևորը ոգու ուժեղություն է տվել, տալիս է հաղթելու, պայքարելու ունակություն, երբեք չհանձնվելու, ձգտելու, միշտ առաջինը լինելու։ Սպորտի տեսակետով ինքը ամեն տեսակ սպորտի մեջ մտել։ Ինքը հենց պրպտումները, իր պրպտումները եղել է ինքը կարատեի սկզբից պարապել է ուրիշ սպորտով, վերջում գնացել է բանը շտանգի, մեկ էլ պապ շտանգա գնում էլի, մեկ էլ տրեները կանչել է ինձ, ասում է, բա ախպեր ջան, գիտես ինչ կա, ձեր տղան ի ծնև շտանգիստ է, եկե մտել է, ասում է, ձողը բարձրացրել է, ասում է, իրան պետք է տեր կանենք, ինքը շատ բանի կհասնել։ Սարգիսը ծանր ատլետիկայի սպորտի վարպետ դարձավ, Հայաստանի չեմպիոնատի հաղթող։ Նա հատկապես հաջող էր կատարում ծանրաքարերով վարժությունները։ Սահմանեց մի քանի ռեկորդ եւ հավանաբար կարող էր սպորտային կարիերա ունենալ, հաջողությունների եւ բարեկեցության հասնել։ Նա անհոգ կյանքի գայթակղությունից բարձր գտնվեց։ Ասենք, ես իմը չի, ասենք, հանգիստ կյանքը, ես չեմ կարող ուղղակի սովորական քաղաքացու նման գնամ աշխատանքի գամ տուն։ Ես սիրել եմ դժվար, վտանգավոր, ավելի այն տեղերը, որտեղ մեծ ռիսկի գործոն է պահանջում, նման աշխատանքը, նման ծառայություն, նման խնդիր կատարել իմ համար հաճույք է, եւ ես բոլորը կատարել եմ սիրով։ Когда пришло время идти в армию, Саркис уже был готовым воином. Служил он там, где проходил боевой путь отца, в Карабахе. Закончив срочную службу, Саркис остался в армии. Он вступил в самое элитное, самое боеспособное и самое ответственное подразделение вооруженных сил Армении – в спецназ. Ես սիրում եմ ինձ դուր է գալի նման ծառայությունը, որտեղ որ կա ավելի շատ ռիսկի գործոն, ավելի մեծ ու կարևոր աշխատանք ես կատարում քո ծառայության ընթացքում, որ ինձ շատ դուր է եկել ու ես փոքր տարիքից եմ երազել, որ նման ստորաբաժանում, նման համակարգում ծառայեմ։ Թվում էր պատերազմի հնոցով անցած Վանիկ Ստեփանյանը կարող էր համարել, որ ինքը հայրենիքի հանդեպ պարտքն արդեն կատարել է, իսկ որդին իրավունք ունի խաղաղ կյանքի բարիքները վայելել։ Բայց դա Ստեփանյանների ընտանիքի կանոններով չէր։ Երկրի պաշտպանությունը դարձել էր նրանց ժառանգաբար փոխանցվող գործը, ընտանեկան պատվի հարցը։ Եվ Վանիկն իր հին ռազմաճակատային ընկերոջը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին անձամբ խնդրեց, որ տղան Սարգիսը Հայաստանի ամենավտանգավոր եւ մարտական տեսակի զորքում ծառայի։ Հայրն է ինձ խնդրել, որ մենք ընդունենք իր ունակությունների հիման վրա հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայել։ Մեր ընտանիքը բոլորս ենք եղել, նույնը իմ հայրս 41-45 թվականի պատերազմի մասնակից է, ու այդ ձևի մենք հայրենիքը սիրել ենք, մեր ծնողից է եկել։ Նույնը գնացել է մեր երեխաներին, որոնք բոլորն էլ մասնակից են եղբայրս էլ բոլորը մասնակից են եկել այդ պատերազմին։ Լինում է դեպքեր, որ հարցեր եմ տալիս տղաներիս, ինչ եք ուզում դառնալ, ինչ մասնագիտություն եք ընտրելու, սիրում են զինվորական գործը, զինվորական ծառայությունը շատ են սիրում։ Ես ուզում եմ տեսնել իրանց զինվորի կարգավիճակում, սպայի զինվորական։ С
2007 года Саркис Степанян стал бойцом спецназа. Он знал, что спецназ – это тяжелейший изнурительный труд в боевой учебе, а в бою смертельный риск выполнения самых важных и трудных заданий. Это не то место, где можно спокойно сделать карьеру. Сюда приходят лишь те, кто готовы к суровой и полной опасности работе, кто готов без слов выполнить приказ и пожертвовать жизнью ради своего Отечества. 2007 թվականից ծառայության եմ անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայում եմ մինչ օրս, կծառայեմ դեռ շատ երկար։ Ուզե ինքը հետա ցանկացել, որովհետև նրա մեջ դա է երում, դա անհանգիստ մարդ է, ինքը ուզում է որ մասնակցի ամեն ինչին, ինքը պատրաստ էր դրան պատրաստ էր։ Հատուկ նշանակության ջոկատում ծառայությունը առանձնահատուկ եւ բազմակողմանի պրոֆեսիոնալ պատրաստվածություն ու գիտելիքներ է պահանջում։ Հայկական հատուկ ջոկատայինները սովորում եւ ընդօրինակում են աշխարհի լավագույն բանակների փորձը։ Սարգիս Ստեփանյանը սովորել է տարբեր երկրների պատվավոր ստորաբաժանումների ուսումնական հաստատություններում։ Գերազանցությամբ ավարտել հետախույզների լեռնային եւ օդադեսանտային պատրաստության դասընթացները։ Նա հայկական հատուկ նշանակության ջոկատայինի բարձր կոչման արժանի մարտիկ է դարձել։ Ես իմ ծառայության ընթացքում վերապատրաստման եմ գնացել տարբեր երկրներում, ունեմ պարաշուտային 113 թռիչք, որի մեծ մասը ազատ անկումով եմ պարաշուտային թռիչք կատարել եմ լիարժեք, ցանկացած խնդիր, ցանկացած առաջադրանք կատարելուց էլ ես մտածել եմ, կատարել եմ հնարավորին չափ անթերի, որտեղ հայրենիքը իմ ընտանիքն է, ընտանիքս իմ երեխեքն են, որի համար կարելի է կյանք էլ չխնայել։ Многие армянские солдаты сегодня несут службу на границе и боевых позициях. Иногда им приходится отражать нападение противника, смотреть в лицо смертельной опасности. Честь и хвала их мужеству. Но для бойцов спецназа это ежедневная работа. С 2007 года Саркис Степанян на боевом посту. Сколько отбитых азербайджанских атак, сколько обезвреженных диверсионных и разведывательных групп противника. Об этом знают только оперативные сводки командования. На что рассчитывают азербайджанские стратеги, когда день за днем, год за годом стараются нащупать слабое место в обороне армянских войск, когда стремятся попробовать на прочность новое поколение армянских солдат. И каждый раз их ждет горькое разочарование и потери. Պշներից մեկի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հետախուզական ստորաբաժանումները հարձակում էին իրականացրել։ Դիրքապահ ստորաբաժանումը հետ էր մղել հակառակորդի մեծականակ ստորաբաժանումը, հետապնդելով նրանց չեզոք գոտում։ Եվ մեր ստորաբաժանումները զբաղվելով մարտական պատրաստության առօրյա գործունեությամբ ել ավելի են կատարելագործվում եւ պատրաստ են իրենց արժիվ դրված խնդիրը կատարելու։ 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ սահմաններին աննախադեպ ակտիվություն ծավալեց։ Գնդակոծությունները, հետախուզական դիվերսիոն խմբերի հարձակումները ինտենսիվ բնույթ ստացան։ Մամուլն այդ ժամանակահատվածը միկրոպատերազմ անվանեց։ Եթե հայ զինվորները թուլակամություն դրսևորեին, իսկ ադրբեջանցիները թեկուզ նվազագույն հաջողության հասնեին, դա նրանց կողոքեվորեր լայնածավալ պատերազմ սկսել։ Բայց հայ զինվորները ինչպես միշտ իրենց բարձունքի վրա գտնվեցին։ Թշնամին ինչպես եւ 20 տարի առաջ ջարդվեց եւ հետ չպրտվեց։ Ցավոք անխուսափելի կորուստներ եղան նաեւ մեր շարքերում։ Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը ներ էր թափանցել տեղի դիրքապահների ուղղությամբ։ Տեղի դիրքապահները համապատասխան հարված էին տվել եւ նրանց ետ էին մղել։ Այդ ժամանակ, ետ մղման ժամանակ, հետապնդելու ժամանակ ունեցել ենք չեզոք գոտիում վիրավոր։ Հրամանն այնպեսին էր, որ պետք է վիրավորին դուրս բերեինք տեղանքից։ Мог ли Саркис предположить, что этот августовский день станет роковым, что он станет началом самого тяжелого испытания в его жизни? Конечно, мог,
потому что к подобным испытаниям готовы все бойцы спецназа. Это их будни – рисковать жизнью, защищать родину, выполнять самое ответственное поручение командования. Ուրեմն երբ որ այդ օրը ես անհանգիստ եմ եղել, միշտ որ ինքը դուրս է եկել, միշտ ասենք թե հանրարարություն կատարելուց գնացել է բան, մինչև դեպքը կատարվել է նորից ցանկից։ Այդ օրը մեր պաշտպանական դիրքերը ենթարկվեցին հակառակորդի հարձակմանը։ Հայ զինվորները հետ շպրտեցին թշնամուն։ Մարտը տեղափոխվեց Չեզոկ գոտի։ Թշնամուն հետապնդելիս մեր մարտիկներից մեկը վիրավորվեց ականապատ դաշտի մեջտեղում։ Սարգիս Ստեփանյանը մարտական խմբի հետ հրաման ստացավ փրկել վիրավոր մարտիկին։ Ես ստացել եմ հրաման իմ խմբով ներս մտնել մարտական իրավիճակից դուրս բերել վիրավոր մեր զինընկերոջը։ Տեղ հասնելուն պես Սարգսի գլխավորությամբ գնացինք առաջ։ Саркис понимал всю опасность положения, но шел вперед, обезвреживая одну мину за другой. Но он торопился. Там впереди умирал армянский солдат. Одна из мин взорвалась. Հասկանալով, որ տարածքը ականապատված է եւ գիտակցելով, որ պետք է հնարավորինի չափ շուտ հասնել մեր վիրավոր զինընկերոջը, փորձեցի ավելի արագ գործել։ Տարածքը ականազերծելով մոտեցել եմ մեր զինընկերոջը, մոտենալուց նրան պայթել եմ ականի վրա։ 30-ից 40 մետր Սարգիսը հանել էր արդեն մոտավորապես 5-ից 6 ական։ Վիրավորից մոտ 2 մետրի վրա պայթեց Սարգիսը, հասկացանք, որ մեր խնդիրը ավելի բարդացավ։ Հիմա պետք է օգնեինք եւ Սարգսին, եւ երկու զինծառայողներին էլ դուրս բերեինք անվտանգ տարածք։ Ես երբեք չեմ զղջում իմ կատարածի համար։ Ճիշտ է, հիմա կորցրել եմ ոտքերս եւ աջ ձեռքս, բայց եթե Աստված հնարավորություն տար վերականգներ ոտքերս եւ ձեռքս, առավոտյան հրամանատարս հրաման տար նման խնդիր կատարելու, ու եթե իմանայի ավարտը լինելու էր այսպիսին, ես կգնայի այդ քայլին։ Ծանր վիրավորված Սարգսին դուրս բերեցին իր ջոկատի ընկերները։ Նրանց փորձը, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, սառնասիրտ արիությունը փրկեցին Սարգսին։ Հատուկ ջոկատայինները դուրս բերեցին նաև այն վիրավոր մարտիկին, ում համար պատրաստ էր իր կյանքը տալ Սարգիսը։ Տղաները երբ Սարգսին անեցին ականապատ դաշտից, առաջինը երբ ես նկատեցի երկու կտրված ոտք եւ մի ձեռք, շատ ծանր իրավիճակ էր, շատ ծանր դեպք էր, բայց այդ պահին էմոցիաներին եւ զգացմունքներին տրվելու ժամանակ չկար, պետք էր առաջի բուժօգնություն ցուցաբերել, պետք էր գործել այնպես, ինչպես մեզ սովորեցրել էին, գործել ճիշտ։ Պայթունից հետո իմ հետ գործող խումբը անմիջապես ցուցաբերեց առաջի բուժօգնություն։ Նախ առաջինը խմբի տղաները շատ ճիշտ եւ արագ կողմնորոշվեցին ու շատ ճիշտ բուժօգնություն ցուցաբերեցին, որը շատ կարեւոր էր։ Նրանց կատարած աշխատանքի արդյունքն է, որ կենթանի եմ ես։ Ես մոտեցա անկախ ամեն ինչից Սարգիսը փորձում էր կանգնել, բայց վերջույթների ստացած վնասվածքներն այնպիսին էին, որ այլևս հնարավոր չէր կանգնել սեփական ուժերով։ Տղաների աջակցությամբ գրկել եմ Սարգսին եւ դուրս եմ բերել Չեզոկ գոտուց դիրքերը։ Ես գիտեմ, որ կյանքում ամենադաժան, ամենավախենալու զգացողությունը դա մենակ մնալու զգացողությունն է։ Դրա համար մեր մոտ կա սովորություն, մեր մոտ կա չգրված օրենք, որ մենք մեր ծառայակից ընկերներին մենակ չենք թողում։ Ու յուրաքանչյուրս մեր կաշվի вրա գիտի, որ նա մենակ չի մնալու, նրան անպայման կօգնեն, նրան անպայման դուրս կհանեն ամենակրիտիկական վիճակից։ В эти мгновения огромная сила воли и непоколебимый дух Саркиса позволили ему сохранить ясность сознания. Он держался до самого госпиталя. Несмотря на тяжесть ранения, он подбадривал своих друзей и беспокоился только о том, удалось ли спасти раненого солдата. Դեպքը տեղի ունենալից րոպեներ առաջ ես իմացել եմ, որ որդի եմ ունեցել։ Երբ պայթունը եղավ, հասկացա, որ Սարգիսը ականի վրա պայթել է, երկու զգացողություն խառնվել էր իրար։
որդուս ծննդյան ուրախությունը եւ Սարգսի այդ կատարվածի տխրությունը։ Սարգսին երեխայի ծննդյան մասին մեքենայի մեջ տեղեկացրեցի, չնայած շատ ծանր էր շարժվում, բայց բարձացավ, նստեց ու ասեց արի համբուրեմ, շնորհավոր եմ քեզ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Միջև հոսպիտալ հասնելը, այդ ընթացքում ես եղել եմ գիտակից վիճակում։ Ամբողջ ճանապարհին Սարգիսը խոսում էր, ամբողջ ճանապարհին հարցեր էր տալի, ամբողջ ճանապարհին նա գիտակցում էր, թե իր այդ ինչ է կատարվել։ Նույնիսկ փորձում էր օգնել, երբ ժգուտ էինք փորձում դնել, նա փորձում էր օգնել մեզ։ Գիտակցությունը ընդհանրապես չկորցրեց, նույնիսկ հիվանդանոցում, երբ արդեն հասել ենք հիվանդանոց, նա հարցեր էր տալիս, նույնիսկ ճանապարհին քաջալերում էր, մեզ ասում էր հանկարծ չխառնվեք իրար, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց Սարգիսը իր արարմունքով իր ընկերների հետ միասին ովքեր որ օգնել են նաև Սարգիսին, որ կենթանի մնա, եւ կարող եմ ասել, որ նրանք դառնում են խորհրդանիշ մեր զինված ուժերում, որ մենք ավելի լավ պատրաստվենք հակառակորդին դիմակայելու։ Հետո եկավ բժիշկների սխրանքի ժամանակը։ Զինվորական վիրաբույժ Սամվել Գևորգյանը փրկեց Սարգսի կյանքը, սակայն նույնիսկ նա չկարողացավ հրաշք գործել։ Սարգիսը զրկվեց աջ ձեռքից եւ երկու ոտքից։ Անմիջապես շատ արագ հասցրեցին հոսպիտալ, որտեղ արդեն Սամվել Գևորգյանը սպասում էր, որ ինձ պետք է վիրահատեր, անդամահատեր։ Մեր առաջադրանքից ելնելով նա ուղղակի կատարել է իր պարտքը հերոսությամբ եւ կարող եմ շեշտել, որ ասելով փառք Աստծո, որ մինչ օրս մենք մեր զորամասում նման միջադեպ չենք ունեցել եւ սա առաջիններ եւ տա Աստված, որ դա լինի վերջինը։ Если врачи не могут совершать чудо, это может сделать сам человек. Если он герой, если он обладает несгибаемым духом, если он бесконечно любит родину и жизнь, если он Саркис Степанян. Уже через пару месяцев Саркис решил вернуться не просто к полноценной жизни. Он решил вернуться в армию, в спецназ. В этой борьбе его поддерживали жена и двое сыновей, родители, товарищи по оружию и боевой командир. Ես ինքս ինձ չեմ համարում հաշմանդամ, ճիշտ է, ստորին վերջույթներս եւ վերին մեկ վերջույթս կորցրել եմ, բայց ես երբեք ինձ չեմ համարում հաշմանդամ ու չեմ էլ հարմարում այդ մտքի հետ։ Ես ինձ համարում եմ լիարժեք մարդ, դրա համար ցկտել եմ, ոտքի եմ կանգնել, շարունակում եմ իմ ծառայությունը։ Ես ավարտությամբ ես փառք եմ տալիս Աստծուն, որ Սարգիսը մեր հետ է առաջի հերթին, երկրորդը, որ ինքը իր պարտականությունները, իր մարդասիրական, իր ամեն ինչը կատարել է, ես շատ գոհ եմ իր կատարած աշխատանքից։ Կփորձեմ հնարավորին շատ ավարտի հասցնել այն կիսատ գործերը, որը որ չեմ կատարել։ Քանի ես կենթանի եմ, լինելու եմ շարքում, ծառայելու եմ իմ հայրենիքի համար, ապրելու եմ ակտիվ կյանքով։ Այսօր Սարգիսը հանդիսանում է մեր տղաների համար որպես բարեհոգեբանական ապահովման մեծ չափանիշներից մեկը, որը որ իր պատրաստակամությամբ, իր ֆիզիկական պատրաստությամբ հանդիսանում է մի կերպար, որ ուժ է տալիս մեր տղաներին շարունակելու ավելի բարձր մակարդակով, շարունակելու բարձր մարտական պատրաստություն ունենալու մեր զինված ուժերում։ Ես իմ տղաներով հպարտանում եմ, տղաներս նույնպես ինձանով հպարտանում են ու ամեն իմ քայլին նրանք հետևում են։ Շատ ուշադիր հետևում են, թե պապան ինչ է անում, ոնց է անում։ Իմ հետ միասին գալիս են սպորտզալ, գալիս են տեսնում են, թե ոնց են մարզվում։ Իմ ընկերներս, իմ գործընկերներս, նրանք իմ կողքին գտնվելով արդեն ինձ տալիս են դուխ, տալիս են ինձ ուժ։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Կարճ ժամկետում Սարգիսը կատարելապես վարժվեց պրոթեստներին։ Նա հանգիստ քայլում եւ վազում է, մեքենա է վարում։ Ընկերների հետ բարձրացավ թեժ լեռը, պատրաստվում է պարաշուտով ցատկել Սևանի ջրերի մեջ։ Վերադարձել է սպորտ։ Նրա սպորտային նոր նախասիրությունն է բասկամարտը, եւ այստեղ նա իր մարշչի ղեկավարությամբ արդեն առաջին հաջողություններն է արձանագրում։ Հիմա Սարգիսը ծրագրում է միջազգային ասպարեզում հանդես գալ։ Եվ ոչ միայն հանդես գալ, այլ հաղթել, ինչպես սովոր է։
պատերազմի ժամանակ, մարտական գործողությունների ժամանակ հաղթանակում են միանշանակ բարձր մարտական ոգի ունենալով։ Ճիշտ է, անդամահատվածը հիմա ոտքերս չունեմ աջ ձեռքս, բայց եթե ունես կամք, ձգտում, ապա թեկուզ մեկ ձեռքով կարող ես հասնել բավականին լուրջ արդյունքների։ Դրա համար որոշել եմ մարզվեմ, ունեմ նպատակի առջև մոտակա տարիների ընթացքում պետք է միջազգային ասպարեզ դուրս գամ եւ բարձր ցուցանիշ ցուցաբերեմ։ Ինքը եթե գալիս է, ուրեմն նպատակ ունենք, ուրեմն լուրջ ենք տրամադրված, որովհետև ինքը ունի այդ պոտենցիալը։ Եթե ինքը չունենար այդ ամենը, եթե ես նկատեի, որ գիտեք, ինչ անիմաստ է իր հետ զբաղվելը, ուղղակի ժամանակ ենք անցկացնելու կամ առողջ ապրելակերպի համար ենք անելու, ճիշտ է, այս լրջությունը չէ, այս ամենը չէ։ Վստահ սկսել ենք, ամեն ինչն հենց է, որ մենք շատ լրջությամբ տրամադրված ենք, որ Սարգիսը ռեալ իր հետքը թողնելու է այս բողոքաձևի մեջ, իր ասելիքը ասելու է հաստատ։ Մինչև հիմա է Սարգիսի համարը, որ գրած է իմ հեռախոսի մեջ, ես գրել եմ Սարգիս հերոս։ Խի որովհետև իմ հերոսն է ինքը։ Մտադրված եմ Սևանի վրա այս վիճակում նորից կատարեմ պարաշուտային թռիչք, թռնելու եմ ու բոլորին ապացուցելու եմ, որ ամեն ինչ հնարավոր է կյանքում կատարել։ Թեկուզ այս վիճակում, որ այս վիճակը խոչընդոտ չի կարող հանդիսանալ երբեք։ Մարդը եթե ունեցավ ձգտում, ապա ամեն ինչ կարող է կատարել։ Ունենք ինչ-որ բան, կարող ենք ավելացնել, ոչ թե պակասեցնել, որ Սարգիսը ոչ թե նստի, այլ ինքը առողջ ակտիվ կյանքով զբաղվի ու հաստատ դրան ենք մենք ձգտելու, ոչ թե ինքը ուղղակի լինի ակտիվ կյանքով զբաղվող քաղաքացի, այլ լինի մարզիկ, որը ցանկություններ ունի աշխարհի մեդալներ վերելու նույնիսկ։ Այն երեխեքը, որոնք գալիս են, նայում են Սարգիսին, թե Սարգիսը ոնց է մարզվում, ինչ է անում, իրենք ոգեշնչված այդ ամենին, արդեն սկսել են ավելի եռանդուն, ավելի տրամադրված, ավելի լրջորեն, այսինքն Սարգիսը իր շրջապատում ուժ է տալիս։ Спустя всего лишь 8 месяцев после тяжелейшего ранения солдат Родины, кавалер самой престижной боевой наградой медали за отвагу, капитан Саркис Степанян снова в строю. Он снова офицер спецназа, он инструктор и передает своим знаниям солдатам. Այդպիսի մարդիկ հաշմված չեն լինում, նրանք հաշմանդամներ չեն։ Ավելի լավ է մարդ, որ իր մարմնի ինչ-որ մի մասով հաշմանդամ լինի, ֆիզիկական բանը կորցնելով, վիճակը կորցնելով, քան թե ոգով նա հաշմանդամ լինի։ Եվ Սարգիսի նման մարդիկ երբևիցե ոգով հաշմանդամ չեն։ Իմ կարծիքով ցանկացած հայ անձնավորություն ինքը պատրաստ է ամեն ինչ անի իր ազգի համար, պատրաստ է զոհաբերի կյանքը, պատրաստ է ամեն քայլի գնա հանուն իր հայրենիքի, հանուն իր ազատության, հանուն իր ապագայի։ Դրա համար ես ինքս պատրաստ եմ եղել, արել եմ ու հիմա էլ այս վիճակում պատրաստ եմ շարունակել։ Հիմա ես իմ փորձով իմ գիտելիքները կփոխանցեմ մեր ապագա զինվորներին, ներկապային զինվորներին, որ իրանք իրենց գործը ավելի հմուտ կատարեն, ավելի զգոն լինեն։ Ինքը շարունակում է մեր շարքերում լինել, շարունակում է ծառայությունը եւ կտեսնեք կգան ժամանակները, որ Սարգիսը դեռ իրեն ցույց կտա նորից որպես անznորած զինվոր, հայրենիքի պաշտպան մեր ժողովրդին նվիրյալ։ Капитан Саркис Степанян – это лицо современной армянской и карабахской армии. Это образец молодого армянского воина и офицера. Это пример для современников и будущих поколений защитников Родины. Именно такие сыновья, как Саркис Степанян, делают Армению сильной, а армянскую армию непобедимой. И поэтому он герой.